Գյումրիում օդի մեջ փոշի պարունակությունը Հայաստանում ամենաբարձրերից մեկն է արդեն մի քանի տասնամյակ։ Դրա պատճառները տարբեր են։ Մեկը այսպիսի ավերակների գոյությունն է մինչև հիմա, որոնք չեն մաքրվել։ Պատճառներից մյուսը կանաչ տարածքների ոչնչացումն ու նվազեցումն է եղել, ռոռոկման համակարգի բացակայությունը, ինչպես նաև շինարարության նորմերի խախտումները։ Այս խնդիրները իշխանության գալու դեպքում Եվրադաշինքը լուծելու է առանց մեծ դժվարությունների, սա կարելի էր անել ավելի վաղ։ Սիրելի համաքաղաքացիներ, մարտի 30-ին մասնակցեք Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրադաշինքի օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, տաղարում ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը։ Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիան պլանավորում է Սիրիայի տարածքում ստեղծել ռազմական բազաներ։ Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Ակթյուրքը։ Ըստ նրա, Թուրքիան դիտարկում է այս պահին այդ հնարավորությունը, որպեսզի այդ բազաները, որոնք հիմնվելու են, օգուտ տան սիրիական ժողովրդին եւ սիրիական բանակի պոտենցիալը դարձնեն ել ավելի բարձր։ Պետք է նշել, որ այս որոշումը կայացվում է այն հանդիպման համատեքստում, որը տեղի է ունեցել մարտի 9-ին, այս տարվա մարտի 9-ին Հորդանանում տեղի ունեցել 5 երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը Թուրքիա, Իրաք, Սիրիա, Հորդանան եւ Լիբանան։ Եվ այդ հանդիպման արդյունքներով պայմանավորություն է ձեռք բերել, որ Սիրիայի տարածքում այդ երկրները ահաբեկչության հետ պայքար են ծավալելու, նշվում է հիմնական թիրախը դա ԻԼԻՊ-ն է։ Ես պարբերաբար անդրադառնում եմ Սիրիայում ծագող խնդիրներին, որոնք անընդհատ այսպիսի մի հատկություն ունեն, նորացման հատկություն ունեն, եւ ես կարծում եմ, սա իմ անձնական կարծիքն է, ես կարող եմ սխալվել եւ տարածաշրջանում մասնակից չեմ, որ այս ամենը հիմնականում եւ այդ թվում նաեւ ուղղված է Իսրայելի դեմ։ Այս եւ այլ կարևոր տարածաշրջանային հարցերի շուրջ մենք այսօր կզրուցենք տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ, որը միացել է մեզ տեսակապով։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, ըստ ձեզ այդ 5 երկիրը եւ թուրքական ռազմաբազաների միջոցով, այդ թվում նաեւ որոնք հիմնվելու են Սիրիայի տարածքում, ում դեմ են ցանկանում պայքարել, հերթական անգամ իսլամական պետության դեմ, որը կարծես թե դառնում է ժամանակի ընթացքում ուրվական։ Շնորհակալ եմ, ես լսում եմ ձեր նախաբանը, ես համոզվում եմ ձեզ հետ, պարզապես այսպես ասենք, իսլամական պետությունը ինքը ամենալեգիտիմ թիրախն է, որի դեմ ցանկացած գործողություն կամ որի դեմ միաբանության, միավորման ցանկացած ձևաչափ կարող է ընկալելի լինել թե տարածաշրջանում, թե ամբողջ աշխարհում։ Այնպես որ եթե խնդիր կա Սիրիայում ուրեմն տարբեր ռազմական գործողությունների իրականացման, ռազմական ներկայության ապահովման եւ այլն, ապա դրա հիմնական եւ ամենաընկալելի, ամենանվազ ընտրահարույց հիմնավորումը կարող է լինել իսլամական պետության դեմ ուրեմն հավանական գործողությունների նախապատրաստումը կամ դրա դերակատարման բացառումը։ Եվ սա օբյեկտիվ է, ինչու որտեղ այս կազմակերպությունը միջազգայինորեն ճանաչված ՄԱԿ-ի կողմից ճանաչված ահաբեկչական խմբավորում է, այս կազմակերպության դեմ միավորվել են բազմաթիվ երկրներ, թե տարածաշրջանում եւ թե գլոբալ առումով Միացյալ Նահանգները մինչեւ հիմա օրակարգում է պահում ԻԼԻՊ-ի դեմ ավելի քան 5-10 երկրների կողմից ձևավորված կոալիցիայի ձևաչափը, որին իդեպ, եթե կհիշեք, նաև Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ուրեմն միացել հունվարին այդ ռազմավարական հանձնաժողովի կանոնադրության փաստաթղթի ստորագրման համատեքստում Այնպես որ սա ամենալեգիտիմ ուրեմն թիրախն է եւ
ամենալեգիտիմ հիմնավորումն է Սիրիայում ռազմական ներկայության կամ ռազմական գործողությունների իրականացման։ Բայց ես վստահ եմ եւ սա տարածաշրջանում մի շարք արաբական երկրների եւ Թուրքիայի համախոհության համատեքստում Սիրիայում այնպիսի կարող ուժերի ներկայությունը, որոնք կարող են այդ երկրի օրվա իշխանությունների առջև ծառացած անվտանգային խնդիրների լուծման ուրեմն հարցում գործում դերակատարություն ունենալ, դա օրակարգային խնդիր է։ Այս պահին առաջնային անվտանգային խնդիրներ Սիրիայի համար, Սիրիայի գործող իշխանությունների համար առաջացնում է բացառապես Իսրայելը իր գրեթե ամենօրյա տարաբնույթ գործողություններով, թե ցամաքային, թե օդային, թե տեխնիկական, որի գլոբալ նպատակը Սիրիային որպես գործոն չեզոքացնելն է տարածաշրջանային քարտեզից, այսինքն Սիրիայից ցանկացած ռազմական անվտանգային ուրեմն սպառնալիքի չեզոքացումը։ Իդեպ նշեմ, դուք վերեցիք այդ տարածաշրջանային երկրների հանդիպման եւ դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորությունը, բայց վերջին օրերին նաեւ իսրայելական քարոզչամիջոցները տեղեկատվական լրատվական դաշտում խոսում էր այն մասին, որ Թուրքիան կարող է ռազմական ներկայություն ունենալ Սիրիայի տարածքում, Սիրիա եւ Թուրքիայի միջեւ ընդհանրեն գաղտնի բանակցություններ այս հարցում եւ նպատակը Ռուսաստանի կողմից նախկինում զբաղեցված ռազմական օբյեկտների անցումն է Թուրքիայի։ Սա երկու նպատակ է հետապնդում։ Առաջինը ուրեմն ի տարբերություն Ռուսաստանի եւ Իրանի շատ ավելի կենսունակ ռազմական առումով կենսունակ եւ իր ստանձնած պարտավորությունների տեսանկյունից ավելի հետեւողական դերակատարի հետ համագործակցությունը, այսինքն Սիրիայի իշխանությունները գնալու նման քայլի կարծում են եւ վստահ են, որ Թուրքիան շատ ավելի հետեւողական է լինելու Իսրայելին զսպելու տեսանկյունից, ընդ որում այդ զսպումը պարտադիր չէ, որ լինի ռազմական եղանակ։ Թուրքիան կարող է իր քաղաքական եւ դիվանագիտական ջանքերով եւս սահմանափակել Իսրայելի հնարավոր եւ կանխատեսվող ակտիվությունը Սիրիայի տարածքում։ Մյուսը իհարկե որը ավելի խորքային եւ լայն աշխարհակաղակական խնդիրների համատեքստում է Ռուսաստանի ներկայությունը Սիրիայի տարածքում հիմնավոր կերպով եւ ուլատուլ հնարավորինս նվազ խնդրահարույց կերպով նվազեցնելն է Սիրիայի տարածքում, այսինքն Թուրքիայի միջոցով աստիճանաբար ստեղծել այդ բալանսը եւ ստեղծել օրակարգ ուրեմն ռուսական ներկայության ազատումից, որը արդեն տեղավորում է ինչպես գլոբալ արևմուտք Ռուսաստան մրցակցության համատեքստում, այնպես էլ ավելի տարածաշրջանային մակարդակում Թուրքիա Ռուսաստան մրցակցության տրամաբանության մեջ։ Այսինքն ես կարծում եմ, որ այս երկու հիմնական ուղղություններում է ամփոփելով նշեմ, մեկը իհարկե առաջնահերթ Իսրայելից ամեն օր շարունակվող մարտահրավերները զսպելուն, մյուսը աստիճանաբար եւ փուլափուլ Ռուսաստանի ներկայությունից ազատելը, որը Սիրիան ինքը միայնակ չէր կարող անել, այսինքն դրա համար նրան պետք է ավելի ազդեցիկ առնվազն տարածաշրջանային գործընկեր այս հարցում։ Պարոն Պետրոսյան, ցանկացած մեդալ միշտ ունենում է նաև հակառակ կողմը, փորձենք նաև դիտարկենք իրավիճակը Իսրայելի տեսանկյունից։ Օրեր առաջ իսրայելական բավականին հեղինակավոր անվտանգային ինստիտուտից մեկը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ այս պահին թիվ 1 խնդիրը Իսրայելի համար անվտանգային ոչ թե Իրանն է, այլ Թուրքիան է Սիրիայի տարածքում մեծ հաշվով։ Որքանով է հիմնավոր այս մտավախությունը Իսրայելի կողմից եւ արդյոք
տպավորություն է ստեղծում օրինակ ինձ մոտ, որ նույն Թուրքիան եւ արաբական երկրները փորձում են ստեղծել հերթական պլացդարմը Իսրայելի դեմ, փոխարինելով փաստացի կորսված պլացդարմը Գազայում, արդեն Սիրիայի տարածքում, որը շատ ավելի մեծ խնդիրներ կհարուցի Իսրայելի համար։ Որքանով է հիմնավոր այս վարկածը։ Տեսեք, այդ ձեր նշած տեսակետը շրջանառվում է իսրայելական մեդիայում եւ իսրայելական տարբեր փորձագիտական կենտրոնների կողմից առնվազն 2024 թվականի դեկտեմբերից, երբ որ արդեն Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ այդ իշխանափոխության հիմնական հաղթատուղթը փորձեց ստանալ Թուրքիան։ Այսինքն դրանից հետո իսրայելական մեդիայում այդ արկածը սկսեց ավելի այսպես դոմինանտ դառնալ։ Այսինքն որպես այդպեսին տարածաշրջանային մակարդակում Իրանը դադարում է դառնալ Իսրայելի համար թիվ 1 անվտանգային սպառնալիքը եւ երկարաժամկետ հեռանկարում արդեն նման սպառնալիք իրենց ներկայացնել է Թուրքիան։ Եվ անհրաժեշտ է անցյալից դասեր քաղելով, այսինքն թույլ չտալը, որպեսզի թույլ չտրվի Թուրքիային ինչպես ժամանակին Իրանի դեպքում տեղի չունեցավ, ուրեմն կանխել Թուրքիայի կողմից հնարավոր ամրապնդումը Իսրայելի անմիջական հարևանությամբ, որովհետև մինչև առնվազն 2023 թվականի հոկտեմբեր եւ 2024 թվականի ողջ այդ ընթացքում Իրանը ուներ անմիջական ներկայություն ուղիղ Իսրայելի սահմանին։ Դա Գազաներ, ինչպես դուք էլ նշեցիք, դա Լիբանանում Հիզբալլահի գերակտիվություններ, Սիրիայի տարածքում տարբեր իրանամետ խաղացողների գործումներ, գրավացումներ եւ ընդհանրապես Բաշար Ասադի վարչակարգը, որը էականորեն կրում էր Իրանի ազդեցությունը։ Հիմա հենց իսրայելական մեդիայում այս եւ փորձագիտական դաշտում այս նախկին իրողություններից խուսափելու համար այս պահին պետք է այսքան շեշտադրում է, որ այս պահին պետք է արդեն պլանավորել Թուրքիայի դեմ հնարավոր գործողություններ, Թուրքիայի այս ակտիվության դեմ, որտեղ անգամ նման կանխատեսումներ կային, որ ի տարբերություն Իրանի, Թուրքիան շատ ավելի ազդեցիկ խաղացող է եւ Թուրքիային դիմագրավելը շատ ավելի բարդ է լինելու։ Այնպես որ հայեցակարգային առումով արդեն իսրայելական այդ ռազմավարական պլանավորման բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն Թուրքիայից հնարավոր անվտանգային սպառնալիքները զսպելու տարբեր սցենարներ ուրեմն առաջ քաշելու ուղղությամբ։ Սա իրոք կարևոր մարտահրավեր է Իսրայելի, ոչ միայն Իսրայելի համար, այլև տարածաշրջանի այն բոլոր երկրների համար, որոնք փորձում են որևէ այսպես լուրջ դերակատարում ունենալ կամ տարածաշրջանային տերության հավակնություններ ունեն Թուրքիայի նման ազդեցության աճը եւ նպատակային քաղաքականությունը այս ուղղությամբ նրանց համար գերխնդիր է, գերմարտահրավեր, որտեղ ինչպես տեսնում ենք այսօրվա Թուրքիան գոնե դատելով իշխանությունների ռետորաբանությունից անտակույց ծրագրեր ունի անգամ ուրեմն գլոբալ խնդիրների լուծմանը մասնակցելու, որքանով որ հասկանում ենք եւ բոլորն են հասկանում, որ Թուրքիայի այսօրվա հնարավորությունները եւ ռեսուրսները չեն բավարարում այդ հավակնություններին։ Բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ առանձին գոնե լոկալ երկրների դեպքում առանձին սուբ տարածաշրջաններում Թուրքիան կարողանում է քայլ առ քայլ գնալ նման դերակատարման։ Հարավային Կովկասը դրա վառ օրինակ, որպես կարող ենք նշել Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին տարիներին տեղ գտած զարգացումները, Սիրիան ամենաթարմ օրինակն է ըստ էության, որտեղ կարողացավ փաստացի Թուրքիան ապահովել իր ազդեցության տակ գտնվող իշխանության դերակատարում
շարունակում է որոշակի ազդեցություն պահել Գազայի հատվածում, գոնե Համասի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող տարածաշրջանային խաղացողներից է, ձգտում է թուրքական աշխարհի ձևավորում, որպես թուրքական բևեռ առանձին եւ այլն։ Ուկրաինայում է ակտիվ, Ղրիմի մասին է խոսում, Արևելյան Եվրոպայի մասին է շարունակում խոսել, այսինքն այս դերակատարը կա եւ պետք է այնուամենայնիվ փորձել նրա հավակնությունները կանխել եւ սա իսրայելական օրակարգ է, ընդ որում տեսեք սա նաեւ նոր դաշտ է բացում Իսրայել արաբական երկրներ համագործակցության, որտեղ նույն այն ծոցի Պարսից արաբական երկրների հետ, որոնց հետ այս պահին ունեն համագործակցություն, Իսրայելը ունի համագործակցություն եւ իհարկե կանխատեսվող համագործակցությունը արդեն Սաուդյան Արաբիայի հետ ենթադրում է մի ոլորտ, անվտանգային ոլորտ, որտեղ կարող են այս երկրները համագործակցել, ընդ որում նախկինում ոչ ֆորմալ կերպով այդ համագործակցությունը եղել է նաև Իրանի ազդեցությունը կանխելու առումով, մի տարբերությամբ, որ այդ համագործակցությունը եղել է մինչև Աբրահամյան այնավեր, այսինքն նրանք չունենալով հարաբերություններ դիվանագիտական, պաշտոնական հարաբերություններ Իսրայելի եւ արաբական երկրների մասնակցությամբ, բայց ունեցել են հատուկ ծառայությունների գծով շատ գործուն կապեր, ակտիվ կապեր, որոնք միավորել են ջանքերը Իրանի ազդեցության աճը կանխելու տեսանկյունից։ Հիմա շատ կանխատեսել է, որ արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ այդ Թուրքիայի աճող ազդեցությունը զսպելու խնդիրը միավորող շատ կարևոր գործոն է։ Պարոն Պետրոսյան, երեք Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոին, որը ըստ պետդեպարտամենտի հաղորդագրության դիմել է, խնդրել է Թուրքիայի աջակցությանը Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Ինչ աջակցություն կարող է մասնավորապես ցուցաբերել Թուրքիան այս խնդրի լուծմանը, խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում։ Ուղիղ ազդեցություն եւ աջակցություն կարող ունենալ հաշվառելով Թուրքիայի հնարավորությունները Ադրբեջանի վրա ազդելու եւ Թուրքիայի հնարավորությունները Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Այսինքն եթե այս երկու հարցերում Թուրքիան գործում շոշափելի քայլեր իրականացնի, մեծապես արդեն աջակցած կլինի նշված խնդրին։ Կոնկրետ որ շոշափելի քայլերի մասին է գնում խոսքը, խնդրում եմ մանրամասնել։ Կոնկրետ Ադրբեջանին համոզի, որպեսզի Ադրբեջանը գնա Հայաստանի հետ կարգավորման, եւ ինքն էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։ Բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ տևական ժամանակ է Թուրքիան այս երկու Ադրբեջանի հետ միասին իհարկե այս երկու խնդիրները մեկ զամբյուղի մեջ է բերել։ Այսինքն Ադրբեջանի հետ միասին նախապայմանային լեզվով հանդես է գալիս Հայաստանի դեմ, պայմանավորելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների հիմնական ակնկալիքը այս հարցում է եւ իհարկե որպես դրան անցանցյալ բնականաբար Թուրքիայի միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության վերանայման հնարավորությունների կանխումը, որը խիստ կանխատեսելի է ուկրաինական հակամարտության շուրջ առնվազն հրադադարի ձեռքբերումից հետո, ել չասած ընդհանրապես Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությունից հետո։ Այդպես որ այս շատ կանխատեսելի է, որ Միացյալ Նահանգների հիմնական հաշվարկները այս պահին Թուրքիայի հնարավորությունները եւս Թուրքիայի հնարավորությունները եւս օգտագործելն է Հարավային Կովկասում հնարավորինս կառավարելի իրավիճակ ստանալու համար, այսինքն դա այսպես ասեմ
պլան մինիմումն է, դա պլան մինիմումն է, բայց կա նաև պլան մաքսիմում իհարկե, որ այս պահին գուցե առաջին հայացքից ոչ այսպես հեռանկարային է երևում, բայց այս ողջ Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացները Միացյալ Նահանգների միջնորդությամբ ուղղորդելու հնարավորությունը, որը կարող օգտագործվել գործող վարչակազմի, Դոնալդ Թրամփի վարչակազմի հեղինակությունն ավելի ամրապնդելու եւ գլոբալ խաղաղության ապահովման հարցում այդ Դոնալդ Թրամփի անձամբ եւ նրա իշխանության ներգրավվածությունը ընդգրկելու։ Այս ուղղությամբ ակնհայտ է, որ կան ակնկալիքներ Թուրքիայի կողմից, իհարկե պարզ է, որ այդ ակնկալիքները այս պայմանական մակարդակում են, որտեղ նույն Թուրքիայի մոտ կարծես թե դեռևս չի նկատվում իր տարածաշրջանային քաղաքականության փոփոխություն, եւ սա առնվազն միջնաժամկետ է հեռանկարում, ես կարող եմ ասել, որ այդ փոփոխությունը չի նկատվում, որը պայմանավորված է իհարկե ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացով, այսինքն եթե Թուրքիան զգա, որ արդեն մոտ է, իրականում մոտ է հակամարտության կարգավորումը, չի բացառում, որ մեր տարածաշրջանում շատ ավելի ակտիվ քայլեր իրականացնի, նաև այն վերոնշյալ քայլերով, որի մասին մենք խոսեցինք եւ որոնք ակնկալվում են Միացյալ Նահանգներից։ Պարոն Պետրոսյան, շարունակելով ձեր կողմից նշված տրամաբանությունը, այս շրջանակներում պետք է նաև նշել հետևյալը. Դոնալդ Թրամփը հրապարակային գովաբանել է այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանին, աջակցություն հայտնելով կառավարությանը, որը Ստամբուլի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլիի ձերբակալությունից հետո բախվում է զանգվածային հակակառավարական ցույցերի եւ շուկայի անկայունության աճի հետ։ Լավ տեղ, լավ առաջնորդ, ասել է Թրամփը տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանի թեկնածուների հետ հանդիպման ժամանակ։ Սա ձեր նշած տրամաբանության շարունակությունն է եւ արդյոք Թրամփը այլ ակնկալիքներ ունի Էրդողանից, այդ թվում նաեւ, եթե մենք չհաշվենք Թուրքիան եւ Ուկրաինան եւ Հարավային Կովկասը։ Միանշանակ ունի, այս ռետորաբանությունը Էրդողանի հասցեին ընդհանուր առմամբ տեղավորվում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ունեցած առաջնահերթությունների եւ դրանցում Թուրքիայի ներգրավվածության կամ անգամ չեզոքության ապահովման այդ քաղաքականության մեջ։ Ինչ ասել կուզեմ, տեսեք, կան կոնկրետ հարցեր, որտեղ ակնկալում է Թուրքիայի ակտիվ դերակատարում։ Որպես այդպիսին մենք նշեցինք Հարավային Կովկասում ներգրավվածությունը, որպեսզի Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը հնարավորինս արագ տեղի ունենա եւ դա որպես դրա հացանցիալ նաեւ արձանագրվի Թուրքիա-Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների կարգավորում։ Բայց շատ ավելի կարևոր խնդիր կա տարածաշրջանում, որտեղ Թուրքիայի լոյալությունը կամ առնվազն չեզոքությունը անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին, դա Իրանի դեմ բաղող քաղաքականությունն է, ընդ որում բոլոր հնարավոր սցենարներով եւ դիվանագիտական եւ իհարկե հնարավոր այս պայն իհարկե շատ նվազ հավանական, բայց նաեւ ռազմական սցենարի պարագային։ Մենք ականատեսենք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է դիվանագիտական գործընթաց, քաղաքական գործընթաց նաև Իրանի հետ, անուղղակի կերպով բանակցություններ են սկսել, նամակ վերջնագիր է ուղարկվել Իրանի իշխանություններին եւ սպասում են դրա պատասխանին։ Այսինքն այստեղ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է, որպեսզի իր բոլոր գործընկեր դաշնակիցները միահամուռ լինեն կամ գոնե խնդիրներ չստեղծեն։ Դրա համար ես նշեցի կամ մաքսիմալ ակնկալիք աջակցությունն է գործընթացին, մինիմալը գոնե չեզոքությունը չխանգարել, որպեսզի ուրեմն Իրանի դեմ այդ մաքսիմալ դիվանագիտական քաղաքական ճնշումը աշխատի։ Հիմա եթե
այս տեսանկյունից կնկատենք Թուրքիան ամենակարևոր եւ ամենաազդեցիկ խաղացողներից է տարածաշրջանում եւ ցանկացած սցենարի դեպքում Թուրքիայի լոյալությունը Միացյալ Նահանգների գործողություններին կամ հավանությունը կամ լուր համաձայնությունը, որը միանշանակ բխել է Թուրքիայի շահերից, դա շատ կարևոր է այս գործընթացի համար։ Պատկերացրեք մի բան, եթե ունենայինք հակառակ պատկեր, այսինքն եթե Միացյալ Նահանգները փորձեր քննադատել այն ինչ որ տեղանում Թուրքիայի ներսում, անգամ ինչ որ վերջնագրեր ներկայացնել, ինչ որ պատժամիջոցներ սահմանել, ինչպես նախկինում եղել է 2010-ականների վերջին, բայց այլ խնդրով պայմանավորված, մենք ինչպես այդ ժամանակահատվածում այնպես էլ ներկայում ունենայինք Թուրքիա Միացյալ Նահանգները որոշակի լարվածություն, որ այս պահին ոչ մեկի շահից չի բխում։ Եվ ասեմ ավելին, Թուրքիայի իշխանությունների կողմից նախաձեռնված այս գործողությունը երկրի ներսում իրենց պոտենցիալ եւ այսպես ունակ հակառակորդներին չեզոքացնելու, ազդեցիկ հակառակորդներին չեզոքացնելու, այս պայմանավորել այդ հաշվարկներով, այսինքն նրանք շատ լավ հասկանում են, որ սա ամենա բարենպաստ ժամանակահատվածն է գնալ կընտրուկ նման անգամ ուժային գործողությունների, թե հանրապետական կուսակցության ամենաառանցքային դեմքի եւ թե ավելի լայն իմաստով նաեւ Քրդստանի բանվորական կուսակցության դեմ գործողություններ իրականացնելու մասով շատ լավ հասկանալով, որ լուրջ միջազգային անդիմություն այս հարցերում չի լինելու եւ ինչպես տեսնում ենք թուրքական իշխանությունները հերթական հաշվարկներում չսխալեցին, հաջողվում են եւ իհարկե ավելին ստեղծում են նոր հնարավորություններ իրենց այս դիրքավորմամբ եւ քայլերով եւ իհարկե նաեւ մեկնում են ձեր Միացյալ Նահանգներին տարբեր տարածաշրջաններում ավելի սերտ համագործակցելու եւ իրենց հաղթաթղթերը հերթական հաղթաթղթերը ձեռք բերելու գտնվում միաժամանակ տարբեր տարածաշրջաններում թե Հարավային Կովկասում թե Մերձավոր Արևելքում թե ուկրաինական հակամարտության հետ կապված հատկապես Սերծովում եւ այլն։ Այսինքն Թուրքիան շատ լավ դիրքավորվում է եւ Թուրքիայի հիմնական նպատակն էլ այս կարճաժամկետ տեղանկարում մարտավարական այս շատ բարենպաստ ժամանակային պատուհանից օգտվելն է եւ առավելագույն օգուտներ խաղելը, ընդ որում կրկնում եմ ինչպես արտաքին եւ տարածաշրջանային, այնպես էլ ներքաղաքական գործընթացների համատեքստում։ Շնորհակալություն պարոն Պետրոսյան ձեր շատ կարևոր դիտարկումների համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք առաջին եթերը։